Ես ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք հաղորդումը դիտել նաեւ թվային տարբեր հարթակներում, YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում։ Այս անգամ թարմուղեղով իմ զրուցակիցը Աննա Մանֆրեդին է, Skill ընկերության հաղորդակցության տնօրենը։ Աննա ջան, բարի օր։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ այսօր մեր տաղավարում եք, կրկին հետաքրքիր ու կարևոր առիթ ունեք Career City Fest-ը։ Մենք եթե չեմ սխալվում 2024-ին էլ առիթ ունեցել ենք հավաքվելու, մեզ պատմել եք թե ինչ է սպասվում, բայց քանի որ փոփոխություններ միշտ լինում են եւ թե ռադիոլսողներն են փոխում, թե դիտողները, կուզեմ առհասարակ Skill-ի այս միջոցառման մասին մեզ մի փոքր կարճ ամփոփ ներկայացնեք, որպեսզի արդեն հասկանանք, թե ինչպես ենք տանում ուղղությունը եւ ինչ ենք մանրամասնում լսողների եւ դիտողների համար։ Շնորհակալ եմ։ Այո, Career City Fest-ը նախորդ տարի էլ ենք հյուրընկալել եւ դրանից մեկ տարի առաջ եւս արդեն 4-րդ անգամ է անցկացվում լավագույն գործատուների փառատոն է, որը 2023 թվականից Skill ընկերությունը իրականացնում է։ Ինքը իրենց ներկայացնում է շատ յուրահատուկ ձևաչափով միջոցառում, որը ոչ ցուցահանդես է, ոչ կոնֆերանս, ոչ ֆորում, այլ հենց փառատոն է, որտեղ հանդիպում են գործատուները եւ աշխատանք փնտրողները եւ առհասարակ աշխատակիցները, որովհետեւ ինքը աշխատանքի ցուցահանդես կամ տոնավաճառ չի, այլ կարիերայի մեծ տոն, որտեղ որ հենց միջոցառման ընթացքում փառատոնի ընթացքում ունենում ենք եւ ցուցահանդես գործատուների եւ կոնֆերանսներ, ելույթներ, պանելային քննարկումներ, տարատեսակ այլ միջոցառումներ ոլորտին առնչվող, այսինքն ինքը մի հարթակ է, որտեղ որ ցանկացած մարդով հետաքրքրված է աշխատաշուկայի ապագայով, թրենդերով, միտումներով, փորձում է հասկանալ ուր է գնում, հա, աշխատաշուկան, ինչ նորություններ կան, ինչ փոփոխություններ կան, ինչպես է պետք պատրաստվել այդ փոփոխություններին, ժամանակակից նոր տեխնոլոգիաների մարտահրավերներին, այսպես ասած, բոլոր նրանց համար է, ովքեր այս ամենով հետաքրքրված են եւ յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ մի բան իր համար տանել։ Ակնհայտ է, որ եթե արդեն 4-րդ տարին անցկացնում եք, ուրեմն իսկապես բոլորին դա հետաքրքրում է, գոնե մի մեծ շրջանակի, ովքեր իսկապես այդ օրը փորձում են ներկա գտնվել ու ինչ-որ մի բան քաղել։ Կուզեմ տարիների փորձով գնանք, ամեն տարի ինչ նոր աճ եք ունեցել եւ հատկապես ինչն է մարդկանց հետաքրքրել, թե գործատուների մեջ, թե այն մարդկանց մեջ, ովքեր իսկապես հետաքրքրված են նոր ու հետաքրքիր աշխատանքով ու գործիքներով։ Փառատոնը բավական զարգացում է ապրել, առաջին տարին, երբ որ կազմակերպում էինք, բավական մարտահրավերային էր մեզ համար, քանի որ մենք ինքներս էլ անում ենք մի ձևաչափի միջոցառում, որ երբևէ մենք ինքներս էլ չենք կազմակերպել եւ ձևաչափը ինչ որ որևէ տեղից վերցված ձևաչափ չէր եւ մենք ինքներս էլ չգիտենք անգամ վերջում ինչ ենք ստանալու, որովհետեւ տարբեր, հա, ձևաչափերի ինքը համադրություն էր եւ ամբողջությամբ մեր թիմի կողմից ստեղծված մի ձևաչափ էր եւ նաեւ մարտահրավերային էր առաջին տարին այնքանով, որ մարդիկ դեռ չէին պատկերացնում ինչ է լինելու, ուր են գալու։ Առաջին տարվանից հետո, երբ որ շատ հաջող առաջին մեկնարկը ունեցանք 7000-ից ավել այցելուներով եւ գրեթե 50-60 ընկերություն մեզ միացավ, դրանից հետո շատ ավելի ընթացքը, այսպես ասած, ավելի սահուն գնաց եւ ել ավելի շատ հնարավորություն մենք ունեցանք ստեղծագործելու եւ նոր ձևաչափեր ավելացնելու։ Եթե առաջին տարին մեզ համար ավելի բարդ էր նկարագրել, որ սա միջոցառում չէ միայն աշխատանք փնտրելու կամ աշխատակից գտնելու մասին, այստեղ խոսում ենք ավելի շատ գործատուի բրենդի մասին, այս տարի շատ ավելի հստակ է այդ տարանջատումը եւ անգամ մենք ունենք այս տարվա, այսպես ասած, խորագիրը, որը հետեւյալն է բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք, այսինքն մենք խոսում ենք բրենդից, բրենդերից, որպես գործատու
Այսինքն յուրաքանչյուր տարի նոր թեմատիկա է ընտրվում, այսինքն խորագիրը ինչ որ չափով փոխվում է եւ ուղղությունն էլ ըստ այդմ փոխվում է, ճիշտ եմ հասկանում։ Իրականում նախորդ տարիներին չենք ունեցել խորագիր, ավելի ազատ է եղել, քանի որ փորձել ենք դեռ, այսպես ասած, մարդկանց ներգրավել, փորձել սովորեցնել, այսպես ասած, այդ այն ամենը ինչի մասին խոսում ենք, քիչ-քիչ բերել դրան, եւ եթե մենք առաջին տարին այսպեսի խորագիր ընտրայինք, ավելի բարդ կլիներ թե այցելուներին, թե միացող ընկերություններին հասկանալ, թե կոնկրետ ինչ ենք մենք, ինչ նկատի ունենք այդ խորագիրն ընտրելով, բայց քանի որ նախորդ տարիների փորձը արդեն ունենք, որ մեզ մոտ հենց իսկապես ոչ թե ներկայանում են աշխատանք գտնելու կամ աշխատակից գտնելու համար, այլ ներկայացնում են ընկերությունը ներկայանում է որպես գործատու, ցույց է տալիս իր մշակույթը, արժեքները, թիմը։ Մեզ մոտ նաև մեր ցուցահանդեսային հատվածը տարբերվում է շատ նրանով, որ մեզ մոտ չեն գալիս promoter-ներ, ինչ որ մարդիկ, ովքեր որ գովազդում են տվյալ product-ը, այլ գալիս են ընկերությունները հենց իրենց թիմերով։ Ինչ են ներկայացնում այդտեղ, ցուցահանդեսը ինչ է ենթադրում, եթե ստանդարտ մոտեցումից շեղվում ենք, իր յուրահատկությունն ու յուրօրինակությունը որն է։ Հիմնականում ներկայանում են ընկերությունները եւ տարեց տարի այդ տենդենսը էլ ավելի ենք տեսնում, որ ձևաչափերը ավելի ստեղծագործական, հետաքրքիր ձևաչափերով են ներկայանում ընկերությունները։ Յուրաքանչյուր ընկերություն փորձում է ցույց տալ, թե ինչպիսին է այդ ընկերությունը որպես գործատու, ինչ է առաջարկում իր աշխատակիցներին, ինչպիսին է իր թիմը, ինչպիսի մթնոլորտ եւ միջավայր է տիրում այդ ընկերությունում, ինչ կարող ես դու ստանալ, եթե միանաս տվյալ ընկերությանը, այսինքն սա հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու տվյալ ընկերության մշակույթին, տվյալ ընկերությանը որպես գործատու եւ շատ ավելի գրագետ ու գիտակցված ընտրություն կատարել հետագայում, օրինակ, չգիտեմ, գործատուին փոխելիս կամ աշխատանքային ոլորտը փոխելիս։ Հետաքրքիր է, ինչքան ժամանակ է ծախսվել այս միջոցառումը կազմակերպելու համար, եթե չեմ սխալվում 2 օր է տևելու, բայց եթե միշտ նման դեպքերում հետեսնեմ, մի ամբողջ այսպես ժամանակահատված է, որ ջանք ու եռանդ է ծախսվում այս ամենի վրա։ Դուք ինչքան ժամանակ ծախսեցիք ու ինչ դժվարություններ եղան այդ ընթացքում, թե խոսնակներին գտնելու հարցում, թե ընկերությունների հետ համաձայնության գալու հարցում։ Career City Fest-ը մեր Skill-ի կողմից կազմակերպվող միջոցառումների շարքում ամենախոշորներից է եւ ինքը, այսպես ասած, մենք երբեք չենք համարում, որ մենք ավարտեցինք Career City Fest-ը, որովհետեւ ինքը մի ամբողջ ցիկլով գնացող միջոցառում է։ Այսինքն ավարտում եք հաջորդ օրվանից սկսում եք հաջորդ։ Այո, пассив եւ ակտիվ փուլերով մենք երբ որ ավարտում ենք Career City Fest-ը, սկսում է այն пассив պլանավորման, ստեղծագործական փուլը, երբ որ փորձում ենք արդեն նախագծել ինչ նորություններ են լինելու հաջորդ տարի, ինչ KPI-ներ, ինչ չափորոշիչներ ենք մեր համար սահմանում, ինչ նպատակներ ենք սահմանում եւ դա հենց վերլուծության արդյունքում, չէ, այսինքն փորձում եք հասկանալ ինչ տեղի ունեցել։ Մենք անպայման միշտ ունենում ենք հետադարձ կապ եւ այցելուներից եւ գործընկերներից եւ խոսնակներից, այդ վերլուծություններն ենք կատարում, նոր ֆորմատը մշակում ենք, մոտ 6 ամիս այդ process-ը տևում է, իսկ հաջորդ արդեն 6 ամիսը ավելի ակտիվ պատրաստվում ենք հենց հաջորդ փառատոնին, այսինքն ինքը կարելի է ասել անընդհատ մենք ամբողջ տարին մեր թիմը աշխատում է այդ նախագծի վրա։ Եթե հնարավոր է անուններ կներկայացնեք, թե ինչ ընկերություններ են մասնակցելու, ինչ թիմերով։ Անուններ կխուսափեմ ներկայացնել, որովհետև իրոք շատ են, չեմ ուզում ինչ-որ մեկին բաց թողնել, բայց կնշեմ ոլորտները, քանի որ մեզ մոտ շատ բազմազան են եւ չունենք ոլորտային որևէ սահմանափակում։ Մեզ մոտ ներկայանում են ամենատարբեր ոլորտներից, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, թե ֆինանսաբանկային ոլորտից, արտադրական ոլորտից, խորհրդատվական ոլորտից, կրթական, մեդիա ոլորտից, այսինքն ոլորտային ինքը բազմազան է եւ չկա որևէ ուղղվածություն, որ ավելի շատ այս ոլորտի ընկերություններն են մասնակցում եւ ընկերության չափի հետ կապված էլ սկսած միջազգային խոշոր ընկերություններից, իրենց ներկայացուցիչներից Հայաստանում, մինչև փոքրիկ նորաստեղծ ընկերություններ մեր հարթակում ներկայանում են եւ հենց սրանով է տարբերվում փառատոնը, որ կապ չունի թե դու ինչ ոլորտում ես, ինչ
մասշտաբի ընկերություն ես, ինչ գործունեություն ես ծավալում, դու կարող ես գալ եւ քո ասելիքը ներկայացնել մեր լսարանին, կանգնել մյուս ոլորտի գիգանտների կողքին եւ այսպես ասած օգտվել են հնարավորությունից, որ հազարավոր մարդիկ միգուցե քեզ դեռ չէին ճանաչում եւ եկել էին մեկ այլ ընկերության համար, բայց դու հնարավորություն ես ստանում այդ լսարանը նաև ոնց որ բերել դեպի քեզ։ Հետաքրքիր է Աննա, այս ժամանակահատվածում ինչ դուք այս փորձառության մեջ եք գտնվում, որպես վերլուծություն մեզ կներկայացնեք, թե շուկայում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ, որ ուղղությունն է, որ գնալով ավելի շատ է աճում, օրինակ բանկերում դրանք կան, թե, չգիտեմ, IT ոլորտում են հիմնականում շատ, որ ուղղությունն է, որ օրինակ աշխատակիցները միշտ խնդիր են ունենում, գործատուները միշտ խնդիր են ունենում, դա կարծում եմ այն մտահոգող հարցերն են, որ առօրյայում միշտ պտտվում են բոլորի գլխում։ Եթե ունեք այդ մասով ինֆո, կուզեմ մեզ էլ տեղեկացնեք։ Իրականում, տեսեք, առհասարակ գաղափարը փառատոնի առաջացել է հենց էլի հիմնված մեր երկար տարիների փորձի վրա, սկիլ երբ որ նախաձեռնեց Career City Fest-ը, արդեն 6 տարի միջոցառումների ու միջոցառումների մարքեթինգի ոլորտում գործունեություն էր ծավալում, եւ շատ էինք ստանում այդ հետադարձ կապը թե ընկերություններից, թե փորձագետներից, մասնագետներից, որ մի կողմից ընկերությունների ու այդ դրա աշխատակիցների միջև հարաբերությունները իրենք ինչ որ առումով համակարգված չեն եւ բաց չեն, այսինքն օրինակ մենք ընկերությունը որպես բրենդ իր պրոդուկտները տարբեր մարքեթինգային արշավների միջոցով ճանաչում ենք, որովհետեւ ընկերությունները օգտագործում են շատ լայն մարքեթինգային, գործիքներ, որովհետեւ մենք ճանաչենք թե տվյալ ընկերությունը ինչով է զբաղվում, ինչ պրոդուկտներ ունի, բայց երբ որ մենք արդեն դիտարկում ենք իրեն որպես գործատու, այստեղ բախվում ենք մի հատ կետի, որ իրականում այն բրենդը ինչ որ այն պրոդուկտը ինչ որ ստեղծում է ընկերությունը եւ այն բրենդը, որը որ իր գործատուի բրենդն է, իրենք բավականին տարբերվում են եւ այդ ապրանքային, այսպես ասած իրենց բրենդը միգուցե չհամապատասխանի մեր պատկերացումներին որպես գործատու եւ այստեղ ոնց որ շատ կարեւոր հարց եկավ, որ առհասարակ ամբողջ աշխարհում ինքը շատ տարածված ուղղություն է դեռ 2000-ական թվականներից գործատուի բրենդինգը։ Երբ որ ընկերությունը բացի իր պրոդուկտի առաջ խաղացումից նաև ներկայացնում է իրեն որպես գործատու, որպեսզի պոտենցիալ իր աշխատակիցը շատ ավելի լավ ճանաչի, թե ինչպիսին է տվյալ ընկերությունը եւ կարողանա հասկանալ որքանով է կիսում այդ ընկերության գաղափարները, որովհետեւ շատ հաճախ գործատուները այսպես ասած բողոքում են, որ չեն կարողանում գտնել համապատասխան աշխատակից, աշխատակիցները բողոքում են, որ չեն կարողանում լավ գործատու գտնել եւ այս խնդիրները իրականում գալիս են նրանից, որ չեն ճիշտ պատկերացում չունի աշխատակիցը գործատուի եւ գործատուն տվյալ աշխատակցի, որովհետեւ լավ չի աշխատում, սահմանափակված է, օրինակ ինչ որ կայքում աշխատանքի հայտարարությամբ, իսկ այդ աշխատանքի հայտարարությունը չի կարող ամբողջական պատկերացում տալ տվյալ ընկերության մշակույթի, թիմի, արժեքների մասին։ Քանի որ բրենդավորումից խոսեցիք, այ գործատուները իրենց բրենդավորում են, թե ինչպիսի գործատու են իրենք, ես կարծում եմ վերջին ժամանակահատվածում նաև շատ ակտուալ ու թրենդային է դարել, որ աշխատակիցներին են նաև բրենդավորում։ Թիմը սկսում է իր աշխատակիցներին ցույց տալ իրենց կերպարները ներկայացնել, այ որքանով է դա լավ աշխատում շուկայի համար եւ մյուս աշխատանք փնտրողների համար, որ այ այս մարդը էստեղ է աշխատում, ուրեմն սա խոսում է այս թիմի լավ լինելու մասին կամ մի քիչ բարդ լինելու մասին, այդ տենդենսի մասին ինչ կասեք։ Կարևոր բիզնես ռազմավարություն է, կարծում եմ առհասարակ ցույց տալ թիմը, քանի որ յուրաքանչյուր պրոդուկտի հետևում կանգնած է թիմ, եւ եթե դու տեսնում ես պրոֆեսիոնալ գրագետ թիմ, դու սկսում ես ել ավելի շատ վստահել տվյալ ընկերությանը, թե որպես գործատու, թե այսինքն իրենք փոխկապակցված են այդ գործատուի բրենդը, նաեւ շատ ուղիղ ասում է առհասարակ տվյալ ընկերության բրենդի վրա, որովհետև երբ որ դու տեսնում ես մարդկանց, մարդիկ ավելի շատ վստահում են մարդկանց, ոչ թե լոգոին։ Այսինքն այդ ինքը շատ
կարևոր բիզնես ռազմավարություն է, որ կարող եմ ասել հայկական մի շարք ընկերություններ արդեն սկսել են այդ ռազմավարությունը առաջ տանել եւ կարծում եմ մի քիչ անհամեստ չի, բայց Career City Fest-ն էլ իր մեծ ազդեցությունը ունեցել է այդ գործում խթանելու այդ ուղղության զարգացումը Հայաստանում, առհասարակ գործատուի բրենդինգը եւ շատ ընկերություններ արդեն առանձին բրենդով են ներկայանում, այսպես ասած ունեն իրենց ապրանքային բրենդը եւ իրենց գործատուի բրենդը, որ առանձին էջերով սոցիալական, թե առհասարակ առանձին ռազմավարությամբ առաջ են տանում։ Եվ այս տարի, այսպես ասած, քանի որ այդ թեման այդքան հասունացավ, մենք առաջին իսկ տարվանից ուզում էինք միջազգային փորձագետ հրավիրել այդ թեմայով, բայց դեռ, այսպես ասած, սպասում ենք, որ ոլորտը պատրաստ լինի, եւ այս տարի կարծում ենք, որ ոլորտը արդեն դրան պատրաստ է, եւ հրավիրել ենք էլի Career City Fest-ի շրջանակում է անցկացվելու այդ ռազմավարական սեսիան, հրավիրել ենք հենց գործատուի բրենդինգի հիմնադիրներից, ով աշխարհի 7 ամենակարևորագույն աշխատություններ 3-ը գրքերից ինքն է հեղինակել Ռիչարդ Մոսլիի մասին է խոսքը, Բրիտանիայից իրեն հրավիրել ենք եւ ինքը ռազմավարական սեսիա ունենալու մեզ մոտ մարդկանցից դեպի եկամուտ, ինչպես է գործատուի բրենդը ազդում բիզնեսի զարգացման վրա թեմայով ու կարծում ենք դրանով էլ շատ օգտակար կլինենք ոլորտի փորձագետներին, ընկերությունների ներկայացուցիչներին հետագայում իրենց գործատուի բրենդը էլ ավելի զարգացնելու համար։ Շատ լավ, 2 օր է տևելու, նաեւ կուզեմ 2 օրը առանձին փորձենք հասկանալ յուրաքանչյուր օրը ինչ օրակարգ է լինելու եւ արդյոք մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար, թե ամեն դեպքում սահմանափակումներ այդ մասով ունեք դուք։ Career City Fest-ը այո այս տարի ապրիլի 25-ին եւ 26-ին է իրականացվելու, ամեն տարի 2 օր ենք ունենում, երկուսն էլ շատ հագեցած, առհասարակ Career City Fest-ում միշտ միաժամանակ մի քանի իրադարձություն է կատարվում եւ չկա որևէ մեկը, որ կարող է բոլոր իրադարձություններին մասնակցել, մենք շատ լայն օրակարգ ենք ստեղծում, նախատեսված տարբեր թիրախային խմբերի համար, նրանց համար, ովքեր նոր են մտնում կարիերա, մարդիկ, ովքեր որ արդեն երկար տարիներ է ինչ որ գործունեություն են ծավալում, բայց ուզում են փոխել կամ էլ ավելի զարգանալ իրենց ոլորտում։ Հարթակ բոլորի համար, հա, այսպես ասած տարբեր գոտիներ ունենք եւ ունենք 2 հիմնական սրահ, Grow Zone-ը եւ Future Career Conf-ը, 2 սրահներ, որտեղ էլի միաժամանակ ելույթներ, պանելային քննարկումներ են, 2 օրերին էլ ունենում ենք ուղղակի թեմատիկ տարանջատում կա, գոտիների եւ այդ նորույթների մասին առանձին եւս կներկայացնեմ, փառատոնի մուտքը ազատ է բոլորի համար, բայց պարտադիր գրանցումով միայն այն ռազմավարական սեսիան, որը նշեցի փորձագետների համար, միայն այդ միջոցառման մուտքն է փակ տոմսերով է, մնացած բոլոր գոտիները, որ կան փառատոնին, լրիվ ազատ են եւ պարզապես պետք է դրա համար գրանցվել եւ այդ օրերին մոտենալ, մասնակցել, միշտ շատ խորհուրդ ենք տալիս մասնակցել 2 օրերին էլ, ոչ թե ընտրել 1 օրը, որովհետեւ բովանդակությունը, իրադարձությունները այնքան շատ են, որ 1 օրը շատ քիչ կլինի։ Փոխկապակցված են նաեւ միմյանց։ Ինչ որ առումով այո, ինչ որ առումով ոչ, բայց այն տեսանկյունից, որ առավելագույնը ստանան փառատոնից միայն 1 օր կամ մի քանի ժամով, եթե օրինակ կան ցուցահանդեսներ, որտեղ դու կարող ես ուղղակի գնալ մի ժամ պատտվել ու դուրս գալ եւ դա քեզ բավարարի, Career City Fest-ը այդ միջոցառումը չէ, այստեղ դու պետք է գաս ու ամբողջ օր 100% լիցքավորված դուրս գաս, չէ՞։ Մի ամբողջ 2 օր անցկացնես, որպեսզի բոլոր հարթակներում մի փոքր կարողանաս ամեն հարթակում որոշակի ժամանակ անցկացնել եւ քեզ համար առավելագույն տանել։ Այն նորությունները, որ ասացիք կպատմեք դրա մասին, կուզեմ այդ նորությունների մասին։ Իհարկե։ Դե պանելային քննարկումները, ելույթները իրենք մենք առաջին տարվանից ունեցել ենք եւ EVP շոուն է, որ միշտ եղել է, դրա մասին մի 2 բառով ասեմ, եթե մեր լսողները ծանոթ չեն EVP շոուին, դա մեր փառատոնի, այսպես ասած, եզրափակիչ միջոցառումն է, որտեղ ընկերությունները բեմից ներկայացնում են իրենց գործատուի բրենդը որևէ շոուի կամ ներկայացման ելույթի տեսքով, ինքը շատ յուրահատուկ է, շատ սիրված ձևաչափ է եւ շատերը սպասում են այդ վերջին պահին, որ տեսնեն թե այս տարի ընկերությունները ինչ շոուով են ներկայանալու։ Դա այդ ելույթները EVP շոուն պահպանել ենք այս տարվա
նորույթն է CCF Battle-ը, սա իրենց ներկայացնում է պրոֆեսիոնալ բանավեճ, որտեղ երկու փորձագետ մի թեմայի երկու հակադիր կողմեր են ներկայացնում եւ այստեղ շատ ակտիվ մասնակցում է նաեւ լսարանը։ 3 թեմա ունենք այս տարի Battle-ների, 3-ն էլ այսպես այնպիսի թեմաներ են, որտեղ եւ այս կողմը ունի ասելիք եւ մյուս կողմը, այսինքն դժվար է կողմնորոշվել, թե իսկապես որն է, որ ուղղությունն է ճիշտ։ Թեմաները հետեւյալն են. AI-ը կփրկի մեր կարիերան, թե կկործանի այն, էլի շատ sense հավուծովի պատմությունն է դա, որ կարծես թե ինչ մյուս թեման ծրագրավորումը կարիերայի բարձրունք է, թե 21-րդ դարի բանվորություն Եվ մի թեմա այլ ունենք անել կարիերա կորպորացիայում, թե հիմնել սեփական բիզնես, սա էլ շատ հաճախ շատ մարդկանց մոտ sense մի հատ դիլեմայի հարց է, որ այդպես էլ չեն կողմնորոշում շարունակել իրենց կարիերան, ինչ-որ մեծ կառույցում զարգանալ, թե դուրս գալ ու իրենց բիզնեսը հիմնել։ Այս բոլոր թեմաների շուրջ բանավիճելու են մեր փորձագետները եւ Դահլիճը ինքն էլ է մասնակցելու այդ բանավեճին, ինչ մեկնարկել է բանավեճի, Դահլիճը քվեարկելու է, թե ինչպես է կարծում տվյալ թեմայի վերաբերյալ Այնուհետև լինելու է բանավեճը եւ բանավեճի ավարտից հետո Դահլիճը եւս մեկ անգամ քվեարկելու է նույն հարցի շուրջ եւ այդպես փորձելու ենք բարձել որքանով մեր փորձագետները կարողացան ազդել լսարանի կարծիքի վրա։ Կարծում եմ բավականին հետաքրքիր է լինելու, այսպես պատմելով, եթե արդեն հետաքրքիր է տեղում պատկերացնում թե ինչ օրիգինալ է, այսպես մթնոլորտ է ստեղծվելու, կուզեմ շուկայից մի փոքր էլ խոսենք, Այ ես նկատել եմ, որ վերջին տարիներին ինչ որ փոփոխություններ են տեղի ունենում, դրանցից մեկը նշեմ, փորձենք քննարկել։ Օրինակ, հաճախ ասում են, որ եթե դու փորձում ես եւ ուզում ես քո ոլորտում աճել ու զարգանալ, անդադար գոնե 5 տարին մեկ պիտի նոր աշխատավայր փոխես, նոր գործ գտնես, որպեսզի անձդ կատարելագործես։ Այդ մոտեցումը որքանով է այսօր շուկան գրավել ու ըստ ձեզ գործատուներն եւ դրան ոնց են վերաբերում աշխատակիցները արդյոք այդ տենդենսով շարժվում են թե չէ եւ նմանատիպ ինչ փոփոխություններ ունենք մենք Առհասարակ, հա, եթե այդ տենդենսը ես ինքս եմ նկատել, եթե օրինակ մեր ծնողների սերնդին հարցնես, որ իրենց ժամանակ ինչպես էր, իրենց մոտ շատ ընդունված էր, որ դու ընդունվում ես ինչ-որ տեղ աշխատանքի եւ 10-20 տարի Այո, 21 տարի, այս ինչ ոլորտում այդքան ստաժ, չէ։ Այո, ու ընդունված չէր, որ կարելի է օրինակ 5 տարի անց գործատուին փոխել, ոլորտը փոխել, որովհետեւ այն ժամանակ մի քիչ պահանջները ոլորտը այլ էին, հիմա հատկապես եթե խոսենք ոչ թե միլենիալների, այլ նոր սերնդի մասին, իրենց մոտ նախ կա այդ անդադ պահանջը փոփոխությունների զարգացման եւ գործատուները արդեն ավտոմատ սկսել են, այսպես ասած, ընդունել նոր սերնդի խաղի կանոնները, որովհետեւ իրեն ու նաեւ այս գործատուի բրենդինգի այդ ոլորտի զարգացումն էլ է պայմանավորված նոր սերնդի պահանջներով, որովհետեւ եթե առաջ աշխատանքի անցնող մարդուն բավարար էր լավ վարձատրությունը եւ ստաբիլ աշխատանքը, այսպես աշխատավարձը չեն ուշացնում, ամեն ինչ լավ է, դա բավարար էր, նոր սերնդին դա բավարար չի, նոր սերունդը ուզում է լավ աշխատանքային միջավայր, լավ թիմ, ինչ որ զարգացման հնարավորություններ, ուզում է որ իր ընկերությունը ներդրումներ անի իր զարգացման մեջ, այսինքն նոր սերնդի պահանջների ավելանալուն զուգընթաց նաեւ ընկերությունները սկսել են հարմարվել այդ պահանջներին եւ ստեղծել այնպիսի միջավայր որտեղ որ մարդը կուզենա երկար աշխատել եւ հենց սա է ընկերությունների համար մեկ այսպես ասած մարտահրավերը, որ հնարավորինս երկար լավ կադրին պահեն իրենց մոտ եւ չունենա այսպես ասած պատճառ կադրը աշխատանքը փոխելու եւ այդ եթե իսկապես ընկերությունը անդադ ինչ որ նոր պրոյեկտներ, նոր պատասխանատվության շրջանակ է տալիս այդ աշխատակցին, իր վրա ներդրում է անում, տվյալ աշխատակիցը արդեն չի դիտարկում գործատուի կամ աշխատանքի փոփոխությունը։ Նաև հետաքրքիր է շուկան, երբ այսպես փոխվում է, ում համար է ավելի լավ, գործատուների համար է լավ, թե
աշխատանք փնտրողների համար, աշխատակիցների համար, այսպես պահանջներին ավելի համահունչ է փոխվում այս ամենը։ Իրականում շատ հարաբերական է, քանի որ առաջին հայացքից կարող է թվալ, որ այս ամեն ինչը ի օգուտ աշխատակիցների է փոխվում եւ գործատուներին ավելի դժվար է դառնում, այսպես ասած, ապահովել աշխատակիցների կարիքները, բայց մյուս կողմից էլ նոր սերունդը իր պահանջներին համընթաց նաև շատ ավելի նախաձեռնող է, շատ ավելի ստեղծարար է, շատ ավելի նորարար մոտեցումներ է բերում, այսինքն այս ամենից կարող է շահել նաև ընկերությունը, հենց սրա մասին ենք մենք խոսելու, որ Ռիչարդ Մոսլին ներկայացնելու է մարդկանցից դեպի եկամուտ, ինչպես է գործատուի բրենդը ազդում բիզնեսի աճի վրա, մենք հենց սրա մասին ենք խոսում, ինչպես մոտիվացնել, ոգեշնչել մարդկանց, որպեսզի իրենք եւ իրենց բավարարված կան իրենց աշխատանքում եւ կարողանան էական օգուտ բերել քո բիզնեսին։ Շատ լավ, մեր եթերաժամանակը ավարտվում է, եթե հավելելու ինչ-որ բան ունեք, ինֆորմացիա, որը պարտադիր պիտի փոխանցվի այն մարդկանց, ովքեր գալու են, այն մարդկանց, ովքեր հստակ որոշել են գալիս են, բայց չգիտեն թե ինչպես զինվեն այդ օրը, ինչ առաջարկներ կան եւ ինչ խորհուրդներ։ Ես խորհուրդ կտամ առաջին հերթին նախապես գրանցվել մեր կայքում careercityfest.am կայքն է, քանի որ սա էլ նշեմ, բացի մեր հիմնական ծրագրից, մենք նաեւ լրացուցիչ միջոցառումներ ենք ունենալու մեր հարթակում, օրինակ լինելու է Նյումեգի փառատոնը, գրքերի fair-ը, այսպես ասած Նյումեգ fair-ը, լինելու է Ռուբեն Եսայանի գրքի շնորհանդես, այսինքն բացի այն ամեն ինչից, ինչ որ մենք ստեղծել ենք, նաև շատ այլ միջոցառումներ են լինելու եւ մարդկանց մեծ հոսք ենք սպասում։ Դրա համար խորհուրդ կտամ նախապես անպայման գրանցվել, որպեսզի Meridian Expo կենտրոնում է լինելու ոսկերիչների մեկ հասցեով, որպեսզի մուտքի մոտ, այսպես ասած, հերթերի խուսափելու համար նախապես ունենաք տոմս։ Մյուս բանը, որ անպայման խորհուրդ կտամ, ուսումնասիրել անպայման մանրամասն մեր օրակարգը, որը արդեն էլի մեր կայքում careercityfest.am կայքում հասանելի է օրակարգը 2 օրերի համար։ Անպայման նախապես խորհուրդ կտամ ծանոթանալ օրակարգին, կայքին, ինչ բանախոսներ են լինելու, ինչ թեմաներով են ելույթ ունենալու, ինչ ընկերություններ են ներկայացված լինելու եւ այսպես ասած կազմել սեփական օրակարգը, թե որ ժամին, որտեղ ինչ ելույթներ ճիշտ ժամանակը ճիշտ կառավարելու համար։ Այո, եւ այդպես ասած ճիշտ ձեր օրակարգը կազմել եւ խորհուրդ կտամ հնարավորության դեպքում 2 օրերին էլ նախատեսել այցելություն, որովհետեւ 2 օրերին էլ բազմաթիվ օգտակար հարթակներ, միջոցառումներ ունենք, որ ափսոս է բաց թողնել։ Շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, հուսանք, որ բոլորի համար հետաքրքիր կանցնի, հաջորդ տարի մենք կրկին կհանդիպենք այս առիթով։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Թարմուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակիցը Աննա Մանֆրեդին էր, Skill ընկերության հաղորդակցության տնօրենը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք, լավ եղեք։